Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր սեպտեմբերի 30-ն է եւ սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է այսօրվա մեջ։ Եվ քանի որ շատ կարևոր հարցեր, հարատապ հարցեր առաջացան քննարկելու, անկեղծ ասած նաեւ երեկոյան ստացվեց անել հաղորդում։ Կարծում եմ, որ ճիշտ է, որ հիմա հենց քննարկենք այդ կարևոր հարցերը, քանի որ յուրաքանչյուր կարևոր եւ հրատապ հարց պետք է արագ քննարկես, վաղը արդեն այդքան էլ ակտուալ չեն լինի այդ կարևոր հարցերը, դե ակտուալ չեն լինի մի փոքր երևի սխալ է ասել, կլինեն, բայց այդ ամենի ակտուալությունը միշտ ավելի շատ է, երբ որ նորեն հնչում հայտարարությունները եւ նորեն տեղի ունեն որոշ իրադարձություններ։ Եվ գիտեք, այսօր Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում, չափազանց կարևոր ելույթ, որը որ մեզ նաև հուշում է, թե ինչ է կատարվում Հայաստանում, Հայաստանի շուրջ, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ, հայ-թուրքական հարաբերությունների մեջ եւ ընդհանրապես Հայաստանի տեղը եւ դերը Եվրոպայում եւ Հարավային Կովկասում։ Սկսենք ամենակարևորից, անձամբ ինձ համար, կարծում եմ նաև շատերի համար, եւ դա կրկին վերաբերվում է Ադրբեջանի դիրքորոշմանը, Ադրբեջանի հայտարարություններին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ես անդրադարձել էի նրան, որ Փաշինյանը շատ խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ՄԱԿ-ում դատապարտեց Փաշինյանը, երեք խոսել էինք, թե այսօր առավոտ խոսել էինք նաև Մհեր Գրիգորյանի խոսքը ԱՊՀ երկրների այդ հավաքին տեսակապով, որտեղ որ նաև դատապարտել էր ադրբեջանական դիրքորոշումը, Ադրբեջանի վարչապետի հայտարարությանի պատասխան հանդես էր եկել հայտարարությամբ, ու սրանք շատ կարևոր են, սիրելի հայրենակիցներ, եւ մենք նաև տեսնում ենք մեկ բան, որ ամեն օրվա ռեժիմով արդեն հայտարարություններ են արվում Հայաստանի իշխանության կողմից հենց այդ հարցի շուրջ։ Եվ ԵԽԽՎ-ում եւս Հայաստանի վարչապետը խոսել է այդ հարցի վերաբերյալ, ասելով, որ Հայաստանի տարածքում չկա որևիցե Զանգեզուրի միջանցք, դա լեգիտիմ բառապաշար չէ, ու ասել է, որ ես խստորեն դատապարտում եմ ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Շատ կոնկրետ, հստակ եւ սուր հայտարարությամբ է հանդես եկել Փաշինյանը, ըստ ինձ։ Ու նա ասել է հստակ, որ նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստանում։ Եվ հայ-ադրբեջանական համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ու որևիցե մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուններ դնել, ես կասեի նաև կպցնել, որը ընդունելի չէ Հայաստանի կողմից։ Փաշինյանը շատ հստակ է ասել, ինձ դուր է գալիս այս պատասխանը եւ դուր է գալիս նաև այն, որ այս հայտարարությունները հնչում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից, ԵԽԽՎ-ից, ինչպես նաև թեկուզ եւ ԱՊՀ-ի հավաքներից, բոլոր տեղերում, բոլոր հարթակներում Հայաստանը շատ հստակ զգացնել է տալիս, որ որևիցե Զանգեզուրի միջանցք չկա, չի եղել եւ չի լինի, եւ Ադրբեջանի կողմից այդ հայտարարությունները ապալեգիտիմ են եւ Հայաստանից տարածքային պահանջներ են պարունակում։ Չափազանց կարևոր հարց է, եւ դրա համար ես անդրադառնում եմ այս հարցին։ Հիշում եք, ամիսներ առաջ նույնիսկ մեկնաբանության մեջ կային գրառումներ, թե Զանգեզուր բառնել է հայկական, ինչու եք նեղվում, միջանցքը միջազգային տերմին է, հա, բայց հիմա տեսնում եք, որ Հայաստանի իշխանությունները իմ նման դիրքորոշում ունեն, այսինքն այդ դիրքորոշման մասին ես վաղուց է խոսում եմ, ասում եմ, որ կոնկրետ այդ եզրույթի, այդ բառապաշարի դեմ մենք պետք է դուրս գանք, եւ այսօր Հայաստանի իշխանությունները այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատկապես ամենաբարձր ամբիոններից հենց այդ ձևել վարվում են։ Այսինքն մենք ճիշտ ենք մեր վերլուծության մեջ, ավելի համեստ գտնվենք եւ այսպես ասենք։ Հույսով եմ նաեւ օգտակար ենք լինում երբեմն
Հայաստանի իշխանություններին մեր աշխատանքով, քանի որ իրոք այդ եզրույթները շատ մեծ վտանգներ են պարունակում Հայաստանի համար եւ մենք էլ որ բարձրաձայնում ենք, ճիշտ ենք անում ու Հայաստանի իշխանությունները այս առումով շատ ճիշտ գծի վրա են, շատ ճիշտ ուղու վրա են։ Ես միանշանակ համոզված եմ այս ամենի մեջ։ Փաշինյանը շատ այլ հարցերի եւս անդրադարձել են, ասել է, որ Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական process-ը, այսինքն եթե նախկինում մարդիկ մտածում էին, որ ոչ թե ընտրություններով է հարց լուծվում, այլ հետընտրական process-ներով, ցույցերով եւ այլն, որտեղ որ պահանջում էին իշխանափոխություն, ոչ լեգիտիմ էին համարում ընտրությունները, ապա այս պայդրությամբ որևիցե մեկը 18 թվականից հետո չի կարող կասկածի տակ դնել Հայաստանում անցկացվող ընտրությունները։ Նա խոսել է նաև ժողովրդավարության մասին, որ հիմա Հայաստանը առավել քան ժողովրդավար է, քան երբևէ, ժողովրդավարությունը ամուր ձեռքերում է, հատուկ տեղ է հատկացնել ժողովրդավարությանը, Հայաստանում զարգացող ժողովրդավարության։ Նա նաև խոսել է, որ 44-օրյա պատերազմը ինչ որ առումով հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, ոչ միայն Արցախ, այլ Հայաստանի պետականությունը եւ անկախությունը, եւ այդ ընթացքում պատերազմը ու ապատեգատվությունը այն գործիքներն էին, որոնցից օգտվելով հակաժողովրդավարական ուժերը մեզանից պահանջում էին իշխանությունը հանձնել իրենց։ Հաստատի Փաշինյանը այստեղ մեղադրում է Հայաստանի ընդդիմությանը եւ մեղադրելուց բացի նաեւ ասում է, որ Հայաստանի այսպես կոչված ընդդիմությունը գործել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ միասին։ Այդ խոսքերը նա չի ասում, բայց արիք վերլուծենք իր ասածը, եթե 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր եւ պահանջում էին Հայաստանի իշխանություններից, որպեսզի նրանք իշխանությունը փոխանցեն ընդդիմությանը, ապա պարզ է դառնում, չէ՞ որ այդ ամենը իրականացվում էր խորը կոորդինացիայի մեջ, ըստ Փաշինյանի։ Ես համենայն դեպս այդպես եմ վերլուծում եւ հասկանում Փաշինյանի այդ խոսքերը։ Նա նաև ասել է, որ խաղաղության համաձայնագրի համատեքստում սահմանադրության հետ կապված որևիցե խնդիր չկա, բայց Հայաստանի Հանրապետությունը 20 թվականի փետրվարից խոսել է սահմանադրական փոփոխությունների մասին եւ նոր սահմանադրության ընդունելու մասին։ Այս հարցին առաջին անգամը չէ, որ անդրադառնում է Փաշինյանը եւ բազմիցս ես լսել եմ նման հայտարարություններ։ Բայց շատ լավ է, որ նա ասում է, որ Հայաստանի սահմանադրությունը չի հակասում Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացին։ Նա նաև անդրադարձել է փախստականների հարցին, Լեռնային Ղարաբաղի փախստականների վերադարձի հարցին։ Անկեղծ լինենք, Փաշինյանը համոզված է, որ իրատեսական չէ Լեռնային Ղարաբաղ վերադարձը արցախցիների, ճիշտ ասած այս փուլում, այս պահին ես էլ իրատեսական չեմ համարում, բայց կրկնեմ, այս փուլում, այս պահին Փաշինյանը վաղվա օրը դա իրատեսական համարում է թե չէ չգիտեմ, բայց այս պահին ինքն էլ միանշանակ իրատեսական դա չի համարում, ու նա ասել է, որ փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Ուզում եք բացենք փաղագծերը, թե ինչու է նա համարում վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Քանի որ ադրբեջանցիներն էլ հորինել են այսպես կոչված Ադրբեջան արևմտյան Ադրբեջան եւ ասում են, որ բազմաթիվ փախստականներ պետք է վերադառնան Հայաստան, ապա այդ հարցն է, որ կարծես մտահոգություններ առաջացնում Հայաստանի իշխանությունների մոտ եւ ոչ միայն այդ հարցը։ Այսինքն Արցախի փախստականների վերադարձի հարցը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ նաև բանակցային գործընթացի մեջ խաղաղության հաստատման առումով։ Դրա համար էլ Փաշինյանը ասում է, որ վտանգներ կան, վտանգները պարունակում։ Հասկանում եմ ինչ է ասում, բայց կարծում եմ, որ վաղը մյուս օրը կգա այն օրը, երբ որ այդ հարցը միանշանակ ավելի ակտուալ կդառնա եւ հնարավոր է ավելի իրատեսական լինի Արցախայության վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Պետք է որ այդպես լինի։ Փաշինյանը նաև խոսել է Գազայի գոտում խաղաղության հաստատման մասին ողջունելով Թրամփի նախագիծը, այսինքն բազմաթիվ
հարցերի է անդրադարձել։ Փաշինյանը ընդհանուր առմամբ բավականին հաջողված եւ լավ ելույթ էր։ Փաշինյանի ելույթը եւ կարծում եմ ամենակարևոր հարցերին անդրադարձանք մենք այս ելույթի մեջ։ Ոչ պակաս կարևոր հայտարարություններով է հանդես եկել նաեւ Արարատ Միրզոյանը, բայց այդ հայտարարությունները եղել են Լեհաստանում, գիտեք, անվտանգության շատ կարևոր ֆորումի է մասնակցում Հայաստանի արտգործ նախարարը, այնտեղ նաև բազմաթիվ հանդիպումներ է ունենում եւ այդ հանդիպումների ընթացքում, այլ ճիշտ քննարկումների ընթացքում շատ կարևոր հարցի է անդրադարձել նա Հայաստանի անդամակցության հարցին Եվրամիությանը։ Ու նա ասել է, որ Հայաստանը ընդունեց օրենք, որն Եվրամիության անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն, Միրզոյանի խոսքերն են իմը չէ, ու նա ասում է, որ մեր կողմից կա քաղաքական կամք, կրկնեմ, նա ասում է, որ մեր կողմից կա քաղաքական կամք։ Հնարավոր է լինեն ոմանք, ովքեր հակառակը պնդեն, բայց սա պաշտոնական հայտարարություն է։ Ու կա օրենքով ամրագրված որոշում, ասում է նույն Հայաստանի արտգործ նախարարը։ Եվ այժմ արդեն Եվրամիության գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։ Բայց դեռ Հայաստանը հայտ չի ներկայացրել անդամակցության համար եւ դեռևս շատ բարեփոխումներ կան։ Անկեղծության համար նաեւ դա ասենք։ Դա չի ասել Միրզոյանը։ Եթե ընդունեք մեզ, ապա բոլորը կշահենք։ Բոլորս կշահենք, ասում է Միրզոյանը։ Եթե մերժեք, կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ եւ դրանից նույնպես կշահենք, ասում է Արարատ Միրզոյանը։ Այդ խոսույթը եւս վերջերս Հայաստանի իշխանությունները սկսել են օգտագործել։ Մի քանի օր առաջ նման միտք ես տեսա Նիկոլ Փաշինյանի մոտ։ Իրականում դա էլ ճիշտ է, հիմա տեսեք Վրաստանում բազմաթիվ պետական ինստիտուտներ են բարեփոխվել, շատ մեծ փոփոխություններ են իրականացվել տարիներով եւ այսօր Վրաստանի պետական այդ չափանիշները շատ առաջ են Հայաստանից։ Դե հիմա տարբեր քաղաքական գործընթացներ կան այստեղ, տարբեր այլ հարցեր, դա լրիվ այլ թեմա է։ Բայց տարիներով Վրաստանը շատ լուրջ աշխատանք է կատարել եւ բազմաթիվ հարցերով ես միանշանակ սա կարող եմ պնդել, նեղանալու հարց չկա սիրելի հայրենակիցներ։ Բազմաթիվ հարցերով Հայաստանից առաջ է Վրաստանը այդ ուղղությամբ։ Հիմա թե ինչ կլինի վաղը չեմ կարող ասել, բայց այն աշխատանքը, որը որ տեղի ունեցել տարիներով, դերևս այդ աշխատանքի մեծ մասը կա եւ գոյություն ունի։ Ճիշտ է, կան նաեւ ուղղություններ, ասպարեզներ, որտեղ Հայաստանը միանշանակ առաջ է ընկել Վրաստանից։ Դա եւս մենք պետք է փաստենք եւ արդարության համար ասենք։ Այսինքն Հայաստանը բավականին մեծ աշխատանք ունի կատարելու։ Առավոտյան մենք անդրադարձանք նաեւ Կապիրկինի հայտարարություններին, Ռուսաստանի դեսպանի հայտարարություններին Հայաստանում։ Կարևոր մի հատ հայտարարություն ենք բաց թողել եւ ես կարծում եմ, որ դրան եւս պետք է անդրադառնալ։ Չափազանց կարևոր է այդ հայտարարությունը քննարկելու համար։ Դե տհաճ է շատերի համար հասկանում եմ, բայց մենք պետք է քննարկենք, հասկանանք եւ դրա պատասխանը տանք ու անցնենք առաջ։ Եվ խոսքը նրա մասին է, որ Կապերկինը ասում է, որ կան ուժեր, որոնք որ կարծում են, որ Ռուսաստանը կարելի է անջատել հարավային Կովկասից, բայց դա չի թույլ տալիս անել աշխարհագրությունը, համատեղ պատմությունը, մեծ կապերը, դարավոր կապերը Ռուսաստանի եւ հարավային Կովկասի, ես մոտավորապես եմ մեջբերում իր հայտարարությունները, այսինքն իմաստն եմ մեջբերում, բայց այնուամենայնիվ նա ասում է, որոշ խաղացողներ դա փորձում են անել, որոնք որ դժվար են հասկանում ռեգիոնալ իրականությունը, ու նա ասում է, որ կրկնեմ, որ մեզ համար կենսական նշանակություն ունի կապը հարավային Կովկասի հետ եւ ամուր խաղաղությունը եւ ստաբիլությունը հարավային Կովկասում, ինչպես նաեւ դրա բարգավաճումը եւ տրանսպորտային պոտենցիալի ամբողջական բացումը։ Կրկնեմ, մոտավոր ես մեջ բերեցի, իմաստը կարծում եմ բոլորի համար պարզ էր, հիմա փորձենք Կապիրկինին բացատրել
Կամ թե իմաստ չունի նրան բացատրել։ Ուղղակի այս ամենի պատասխանը տալ։ Այն ինչ տեղի ունեցավ վերջին տարիների ընթացքում եւ հատկապես օգոստոսի 8-ին, դա միանշանակ թուլացնում է Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում։ Ես միանշանակ համոզված եմ, որ այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականին Արցախի հետ եւ հետո նաեւ Արցախը ամբողջովին հայաթափվեց, դա շատ լուրջ ձևի թուլացրեց Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում։ Ռուսները չմնացին նաեւ Արցախում, այսինքն հիմա Հայաստանում նրանց ներկայությունը թուլացավ, Ադրբեջանում նրանք ներկայություն չունեն եւ արդարության համար պետք է ասենք, որ Վրաստանում եւս դեռևս որևիցե ներկայություն չունի Ռուսաստանը, ոչ ռազմաբազա, ոչ դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանում կա ռազմաբազա, բայց կրկնեմ, Ռուսաստանի դիրքերը միայն թուլանում են եւ դա Ռուսաստանի քաղաքականության պատճառ է։ Ես միանշանակ համոզված կարող եմ ասել, որ ոչ ոք չէր կարող Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից կամ թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, եթե Ռուսաստանը ինքը չվարեր այդպիսի քաղաքականություն եւ ինքը չվարվեր այդպես Արցախի եւ Հայաստանի հետ։ Սա է կապիրկինին ճիշտ պատասխան, արդար եւ ճիշտ պատասխան։ Այն, որ Ռուսաստանը ցանկություն ունի իմանալ հարավային Կովկասում, նախ ասեմ այն, որ իմ պատկերացմամբ Ռուսաստան այն Ռուսաստանը չէ, որը էր 100 տարի առաջ, մի քիչ էլ շատ, երբ որ ցարական Ռուսաստանը գոյություն ուներ։ Նաեւ խորհրդային միությունը չէ Ռուսաստանի Դաշնությունը։ Այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը ունի բավականին լուրջ դեմոգրաֆիական եւ տնտեսական խնդիրներ, նաեւ շատ լուրջ տեխնոլոգիական խնդիրներ, որոնք որ ոչ պակաս կարևոր են, այսինքն տեխնոլոգիական հետընթացը եւս մեծ խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար եւ իր դիրքերը թուլացնում է ոչ միայն հարավային Կովկասում, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Սրա մասին չխոսելը եւ սա չտեսնելը քաղաքական կարճատեսություն է միանշանակ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կարճ անդրադառնանք նաեւ միջազգային կարևոր իրադարձություններին։ Տեղեկություն ստացանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ուիտկոֆը կարող է թողնել իր պաշտոնը մինչև տարեվերջ։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է այն, որ իր քաղաքականությունը տապալվում է, սիրելի հայրենակիցներ։ Հենց Ուիտկոֆի քաղաքականությունը տապալվում է, եւ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որոշում է կայացնում հեռացնել նրան, քանի որ Ուիտկոֆը շատ ավելի ռուսամետ էր, ավելի լոյալ էր կամ այդպիսի քաղաքականություն էր իրեն հանձնարարված։ Նա նաև ասել է, որ Բելարուսի միջոցով են փորձել աշխատել Ռուսաստանի հետ, քանի որ Լուկաշենկոն սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի ստացվել, փաստացի ոչինչ չի ստացվել, դա կարող ենք փաստել։ Հետաքրքիր հայտարարություններ են հնչել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի կողմից, ավելի ճիշտ պատերազմների նախարարի, իրեն հիմա անվանում են պատերազմների նախարար Դոնալդ Թրամփը, չէ, որոշում կայացրեց եւ նման փաստաթուղթ ստորագրվեց, որ պաշտպանության նախարարությունը այլևս անվանելու են պատերազմի նախարարություն։ Ու նա ասում է, որ Պիտ Հեքսեթը, այսինքն պատերազմների նախարարը, ասում է, որ մենք ունենք ամենահզոր աշխարհում բանակը, ամենամահաբեր բանակն է մեր բանակը ամբողջ աշխարհում, ամենապատրաստված, եւ ոչ ոք չի կարող մեզ հետ համեմատել, նույնիսկ մոտ չեն կարող մեզ գալ համեմատվել։ Նա նաեւ սպառնում է բոլոր նրանց, ովքեր որ փորձեն հարձակվել կամ մարտահրավեր նետեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Շատ դաժան հայտարարություններ է անում պատերազմի նախարարը, կարծես պատերազմի աստված լինի։ Իսկ Թրամփը այս իրավիճակում Մեդվեդևին ռուսերեն ասենք երևի լավ է հնչում տուպոյ մարդ է անվանել, տուպոյ չիլավեկ։ Մեդվեդևի հայտարարություններից երևի շատ է զայրացած։ Նա ասել է, որ այդ տուպոյ չիլավեկը Մեդվեդևի համար կաներեք, որ ռուսերեն եմ ասում, սպառնալ էր փորձում Ամերիկայի Միացյալ Նահանգներին ատոմային ռումբով դրա համար ինքը սուզանավեր էր օգտագործել, ուղարկել, վերջերս էլ ինչ որ բաներ էր ասել։
Մեդվեդևը Թրամփի հասցեին, դրա համար Թրամփը զայրացած հիմա պատասխանում է եւ շատ կոպիտ ու վիրավորական ձևով է պատասխանում Մեդվեդևին։ Նա նաև ասել է, որ ինքը հիասթափված է Վլադիմիր Պուտինից, ասում է, որ ինքը կարծում էր, որ ինքը արագ կավարտի այդ պատերազմը, մեկ շաբաթվա ընթացքում կավարտի, բայց Պուտինը չի գնացել այդ քայլին, ասում է 6 ամիսների ընթացքում 8 անգամ հիասթափվել եմ Պուտինից եւ վերջում կարևոր է կարծում եմ ասել այն, որ Թրամփը ասել է, որ լավ կլիներ, եթե Իրանը միանար Աբրահամի համաձայնագրին, շատ լավ կլիներ, եթե Իրանը միանար։ Իրանը այս պահին կարծում եմ, որ պատրաստ չէ միանալ Աբրահամի համաձայնագրին, բայց հետաքրքիր եւ կարևոր հայտարարություն է անում այս առումով անում Դոնալդ Թրամփը։ Այս պայդրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։